Բարելույս, սիրելի քաղաքացիներ, շարունակում եմ Վերջին տասնամյակներում եկեղեցու ղեկավարության գործունեության հետևանքով հավատացյալ հանրության մի մասը օտարվել է, ինչը ստեղծել է հոգևոր անվտանգության խնդիր եւ հնարավորություն տվել արտաքին ուժերին եկեղեցին օգտագործել Հայաստանի ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարում։ Ուղիղ եթերում նման պնդում է արել Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը անդրադարձել է կուսակցության նախընտրական ծրագրում տեղ գտած եկեղեցու բարենորոգման իրենց պահանջին, ինչը հանրային լայն քննարկման առարկա էր դարձել։ Փաշինյանը շեշտել է, որ եկեղեցին պետք է դուրս բերվի քաղաքականությունից սահմանադրական կարգի լիարժեք վերականգնման համար։ Փաշինյանի խոսքով ամենայն հայոց կաթողիկոսին պետք է հանգստի կոչել ու սահմանված կարգով ընտրել կաթողիկոսական տեղապահ։ Ի դեպ Փաշինյանը խուսափել է կաթողիկոսի անունը տալուց, փոխարենը նրան անվանել հայաստանյա Առաքելական Սուրբ Եկեղեցու պետ։ Եկեղեցուն անջատ է պետությունից, բայց եկեղեցին չի կարող դուրս լինել պետությունից եւ ավելին եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ եւ երկրորդը շատ է խոսվում նրա մասին որ օրինակ այս process-ները բարենորոգման օրակարգը եկեղեցու դեմ է ընդհակառակը բարենորոգման օրակարգը հանուն եկեղեցու է Բայց նաև մենք պետք է հասկանանք ինչ է եկեղեցին համաձայն քրիստոնեական տեսության, համաձայն նոր կտակարանի։ Եկեղեցին առաջին հերթին հավատացյալ համայնքն է, ժողովուրդն է, մարդիկ են եկեղեցին։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հեռախոսակապի միջոցով ուղերձ է հղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, բարձրաձայնելով ադրբեջանական բանտերում պահվող հայ բանտարկյալների իրավունքների եւ պահման պայմանների հարցը։ Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ եւ քննարկել կենցաղային, բժշկական ու իրավական խնդիրներ։ Ըստ Վարդանյանի Ալիևան նշել է, որ հայկական կողմի հետ քննարկվել է ՄԻՊ-ի Բաքու այցելելու հնարավորությունը, սակայն նախաձեռնությունը դեռևս կյանքի չի կոչվել։ Իր ուղերձում Վարդանյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին նախաձեռնողականության պակասի համար, ընդգծելով, որ մինչ Երևանն ու Բաքուն բանակցում են տնտեսական հարցերի շուրջ, գերիների իրավունքների հարցը դուրս է մնում օրակարգից։ Նա առաջարկել է կազմակերպել պաշտոնական պատվիրակության այց Բաքու, որում կընդգրկվեն նաև բանտարկյալների հարազատները, մասնավորապես իր կինը Վերոնիկա Զոնաբենդը։ Վարդանյանը մարդու իրավունքների պաշտպանից հրապարակային պատասխան է ակնկալում 3 հիմնական հարցերի շուրջ, արդյոք քննարկվում է հարազատների մասնակցության պայցի կազմակերպումը, ինչպես է համակարգվում աշխատանքը Ադրբեջանի օմբուդսմենի հետ եւ ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ձերբակալման պահից ի վեր։ Կապիտարանի հաշվեկշռում հաշվարկված թիվ 8 երթուղին սպասարկող Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ի երեկոյան Հալաբյան փողոցում։ Ոստիկանությունից հայտնել են, որ վարորդին դանակահարել է ուղևորը, որը եղել է ոչ ցավ վիճակում։ Ըստ նախնական տեղեկությունների վեճը ծագել է ուղևորի եւ վարորդի միջև, ինչն էլ հետո վերածվել է դանակահարության։ Լոռու մարզի Գյուլագարակ եւ Կուրթան գյուղերում իրավապահները զանգվածային խուզարկություններ են իրականացնում։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում են խուզարկություններ իրականացվում։ Ազատության տեղեկություններով Ստեփանավանի համայնքներում մասնավորապես Ուժեղ Հայաստան կուսակցության 22 աջակիցների տներ են իրավապահները խուզարկել։ Նրանք հրավիրվել են ոստիկանության բաժանմունքներ վկայի կարգավիճակով, ապա դուրս են եկել այնտեղից։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ ձերբակալվածներ չկան։ Խուզարկություններ են իրականացվել մասնավորապես Վրույր Այվազյանի, Վահե Դավթյանի, Արսեն Միկոյանի եւ Անդրանիկ Գևորգյանի բնակարաններում։ Գևորգյանը ի դեպ ընդգրկված է Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում։ Կուսակցության անդամ Գոհար Մելոյանի խոսքով իշխանությունները արդեն 4-րդ օրն է նման գործելակերպով փորձում են ճնշում գործադրել կուսակցության անդամների նկատմամբ։ Աքսիոսի տվյալներով Մոջթաբա Խամենեին թույլատրել է Իրանի պատվիրակությանը մեկնել Իսլամաբադ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Աղբյուրների փոխանցմամբ Թեհրանը որոշել է վերադառնալ բանակցությունների սեղան երկշաբաթյա հրադադարի ավարտի օրը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցի իր էջում գրել է. Մեջբերում Թրամփը փորձում է բանակցությունների սեղանը դարձնել կապիտուլյացիայի սեղան։ Մեջբերման ավարտը։ Խամենեիի ոչ պաշտոնական հայտարարություններին զուգահեռ Ղալիբաֆը գրել է. Թեհրանը չի պատրաստվում բանակցել սպառնալիքների ստվերի տակ։ Ենթադրաբար
Հետևաբար նա նկատի ունի, որ իրենք չեն բանակցելու Թրամփի սպառնալիքների ֆոնին։ Նրա խոսքով Իրանն առաջիկայում պատրաստվում է բացել նոր խաղաքարտեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ կեսգիշերային մուրջ գործողությունը Իրանի միջուկային փոշու օբյեկտները ամբողջությամբ ոչնչացրել է։ Սրա ֆոնին նա մեղադրել է CNN-ին եւ այլ լրատվականներին կեղծ լուրեր տարածելու համար։ Կեսգիշերային մուրջ գործողության ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները հիմնահատակ կործանվել են։ Փլատակները վերացնելու գործը շատ երկար ու ծանր է լինելու։ Իսկ սուտ լուրեր տարածող CNN-ը եւ մյուս ծախու լրատվամիջոցները չեն գնահատում մեր հիանալի օդաչուների կատարած աշխատանքը։ Միշտ փորձում են նրանց նսեմացնել ու ցածրացնել։ Ձախողակներ։ Թրամփը հաճախ է քննադատել CNN-ին անվանելով կեղծ լուրեր տարածող եւ մեղադրելով սուտ տեղեկություններ հայտնելու համար։ Նա հատկապես դժգոհ է եղել, թե ինչպես է CNN-ը ներկայացրել Իրանի հետ բանակցությունները։ Ավելի վաղ Իրանի հետ պատերազմում հրադադար հայտարարելուց ընդամենը 2 ժամ անց Թրամփը պնդել է, թե CNN-ը միտումնավոր սուտ տեղեկություն է հրապարակել, մասնավորապես Իրանի անունից։ Բացի այդ, Թրամփի վարչակազմը զգուշացրել է, որ այն լրատվամիջոցները, որոնք քննադատաբար կխոսեն Իրանի դեմ պատերազմի մասին, կարող են զրկվել հեռարձակման թույլտվությունից։ Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հերթական ալիքն է հասցվել, հայտնում են երկրի պետական լրատվամիջոցները։ Լիբանանյան պաշտոնական աղբյուրների տվյալներով իսրայելական հարվածը թիրախավորել է երկրի հարավում գտնվող քաղաքներից մեկը, չնայած Իսրայելի եւ Իրանամետ Հեզբոլլահ զինյալ խմբավորման միջև գործող 10-օրյա հրադադարին։ Պետական ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական թռչող սարքը թիրախավորել է Լիտանի գետի մերձակայքը Կակայաթ Ալ-Ջիսր քաղաքը։ Մեքսիկայում զինված տղամարդը կրակ է բացել Տեոտի հուսական հնագիտական համալիրի տարածքում, ինչից հետո ինքնասպան եղել։ Զոհվել է 2 մարդ, կանադայի քաղաքացի եւ ինքը հանցագործը։ Ընդհանուր առմամբ տուժել է 4 զբոսաշրջիկ։ Պատճառը, թե ինչն է դրդել տղամարդու նման քայլի դիմել, պարզ չէ։